Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է նպաստել մշակույթի զարգացմանը։ Այս անգամ կառույցը աջակցել է գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեին։ Մանրամասները տեսանյութում։ Աշխատանքները գեղարվեստական տպագրության ինքնատիպ նմուշներ են, որոնք մի քանի օր շարունակ ցուցադրվել են Երևանի Հայարտ կենտրոնում։ Մայրաքաղաքում անցկացվել է գեղարվեստական տպագրության հոբելյանական 5-րդ միջազգային բիենալեն, համախմբելով տասնյակ արվեստագետների։ Մենք այս տարի ստացել ենք 1000-ից ավել հայտ եւ միջազգային ժյուրին ընտրել է այդ բազմաթիվ հայտերից շուրջ 300 արվեստագետ, 48 երկիր եւ շուրջ 500 փորագրանկար։ Փառատոնի ընթացքում ներկայացվել են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի արվեստագետների գեղարվեստական տպագրության տարատեսակ նմուշներ եւ աշխատանքներ։ Դա եւ վիմագրությունն է, փայտափորագրությունը, լինոփորագրությունը, օֆորտը եւ դրանից բխող արդեն մյուս ավելի նեղ մասնագիտական տեխնիկաներ, որոնք թերևս լայն տարածում Հայաստանում չունեն, բայց Հայաստանից դուրս շատ են կիրառվում։ Միջազգային բիենալեում Լեհաստանից հետո Հայաստանը արվեստագետների քանակով երկրորդն է։ Սա փառատոնի հիմնական ձեռքբերումներից մեկն է, ասում է Սոնա Հարությունյանը։ Շատ արվեստագետներ եւ ուսանողներ արդեն հանդգնում են ընտրել արվեստի այս ճյուղը որպես իրենց մասնագիտություն։ Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի կազմակերպմանը աջակցել է Հայաստան համահայկական հիմնադրամը, նպաստելով փառատոնի հանրահռչակմանը։ Դա նաև ազդակ էր բոլոր արվեստագետներին, որ պետությունը նույնպես հետաքրքրված է, որպեսզի Հայաստանից դուրս բնակվող արվեստագետները իրենց հայրենիքում կարողանան ցուցադրվել միջազգային արվեստագետների կողքին։ Միջազգային փառատոնը հնարավորություն է տվել ծանոթանալու տպագրական արդի միտումներին եւ տեխնոլոգիաներին, նպաստելով մշակութային համագործակցությունների խորացմանը։ Ծնվել եմ Արցախում ծրագիրը նոր ձեռքբերումներ ունի։ Արցախցի պատանի երաժիշտները Բերլինում մասնակցել են երաժշտական փառատոնի։ Այս մասին դիտեք մեր հաջորդ տեսանյութում։ Խաչատրյանական այս հայտնի երաժշտությունը Բերլինի կոնցերտհաուս համերգասրահից հնչեցրել է Երևան երիտասարդական նվագախումբը։ Համաշխարհային մեծ բեմին նրանցից շատերն առաջին անգամ էին։ Ելույթի առաջին րոպեները լարված ու հուզումնալից են եղել։ Հետո հենց նվագելու երկրորդ նոտայից արդեն այդ լարվածությունը կորավ, որովհետև տեսնում ենք ինչպես է զալը մեզնից շատ ոգևորված։ Գևորգը ծնվել է Արցախում ծրագրի մասնակից է։ Իր երկու երաժիշտ ընկերների հետ է մասնակցել Բերլինյան շրջագայությանը։ Ասում է, սա ծրագրի ամենամեծ ձեռքբերումներից է, որի մասին դեռ վաղուց էր երազում։ Հենց փոքրուց արդեն տենց մեծ բեմերի սիրահար էի, դնում լսում էի, կապ չունի դասական, ջազ, տարբեր ժանրային երաժշտություններ։ Գևորգը կլարնետ, իսկ երկու ընկերները Վահագնն ու Արսենը շեփոր են նվագել։ Նվագախմբով նվագեցինք Էդվարդ Գրիգի Պերգյուն Սուիտը, Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը, որի սոլիստը Սերգեյ Նակարյակովն էր, վիրտուոզ շեփորահար, եւ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։ Միջոցառման ընթացքում համերգի հատուկ հյուրն էր Սերգեյ Նակարյակովը։ Երիտասարդ երաժիշտների համար հայտնի շեփորահարի հետ նվագելը մեծ փորձառություն էր։ Իրան լսելը, իրան նվագելը առհասարակ շատ մեծ ազդեցություն ու բան ա թողում երաժշտի կյանքում ու իմ կյանքում։ Բացի այս մեծ շրջագայությունից ծնվել եմ Արցախում ծրագրի մասնակիցները սեպտեմբերի 24-ին Երևանում հանդես կգան իրենց առաջին մեծ համերգով։ Այժմ կզրուցեմ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, այս պահին ինչ առանցքային ծրագրեր կան, որոնք իրականացնում է հիմնադրամը։ Ծրագրերը տարբեր են, տարբեր ոլորտներում, բայց մի քանիսը կառանձնացնենք դրանցից։ Դրանք վերաբերում են բնակարանաշինությանը, առողջապահության եւ կրթության ոլորտին։ Արդեն
գեղեցիկ ավանդույթ է դարձել հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր մարզերում ստեղծել փոքրիկ թաղամասեր նոր այսպես կոչված, որը լավ մոդել է, ցանկալի կգտնի շարունակել։ Դրա վառօրինակ է Լեռնագոգ համայնքում Արմավիրի մարզի մի ամբողջ գեղեցիկ փոքրիկ թաղամաս է, հիմա եթե ցանկացողները ուզենան կարող են գնալ, միանգամից տարբերվում է գյուղում։ Այս պահին ունենք 14 բնակելի տուն, որոնք նախատեսված են արցախցիների համար։ Առանձնատներ են, այո, առանձնատներ են, տիպային կառույցներ են, բայց ընդհանուր որ համակարգված գեղեցիկ կառուցված է ու դա ամբողջականացնում է նորակառույց մեր կողմից մանկապարտեզը, ամբողջովին նոր շունչ եւ տեսք է հաղորդել համայնքին։ Նույնը նաև ունենք նույն մարզում, Արմավիրի Նալբանդյան համայնքում, որտեղ արդեն մի քանի տարի է, մոտ 5 տարի արդեն բնակվում են։ Այդ ժամանակ մինչև պատերազմներ բնակվում են հենց տեղացիներ, ովքեր տան խնդիրներ ունեին, իսկ հիմա շարունակական արդեն էլի թաղամասը ավելի ընդլայնվում եւ նոր շարքեր, նոր տներ են ավելանում։ Մի խոսքով գեղեցիկ այդպես համալիր ծրագրեր են։ Առողջապահության ոլորտում ունենք բուժամբուլատորիա, որը շատ գեղեցիկ էլի օրինակ է Լճափում, վերջերս շահագործման հանձնեցինք, բայց որոշ թղթաբանական խնդիրների հետ կապված դեռ լիարժեք չի գործում կառույցը։ Մյուս ոլորտը կրթությունն է, ունենք հրաշալի երաժշտական դպրոց Սևանում, որի բացումը վերջերս տեղի ունեցավ, բավականին տպավորիչ կառույց է։ Նորից Սևան քաղաքում էլ ինչ որ հետաքրքիր մի լուսավոր կետ ավելացավ, ողջունելի է, կարծում եմ, ունենք Վարդենիսում մանկապարտեզ եւ ծրագրերը շատ են շինարարական ոլորտներից մինչեւ սոցիալական աջակցություն եւ այլն։ Մինչ այս պահը ավելի քան 1800 ծրագիր է իրականացրել Հայաստան համահայկական հիմնադրամը, որ ոլորտներին է ավելի շատ ուշադրություն դարձնում, որոնք են ավելի առանցքային։ Ամենաառանցքային ոլորտները միանշանակ դրա կրթություն, առողջապահություն, ջրամատակարարում եւ ենթակառուցվածքների ընդհանուր զարգացում, դա մեր հիմնական ուղղվածությունն է եղել միշտ տարիներ շարունակ, բայց ես կուզեի առանձնացնել մի հստակ ձևաչափ, որը այսուհետ հիմնադրամը ավելի ժամանակի պահանջներին նաև զուգահեռ ավելի կենտրոնացած կշարունակի այդ ուղղությամբ, դա այն է, որ ավելի համալիր մոտեցում ցուցաբերվի գյուղերին, սահմանամերձ համայնքներին, այսպես ասած Հայաստանի հենց կողքին լինելով, դա այն է, որ այսինքն մենք չենք գնում այնտեղ լուծենք միայն ջրի խնդիր եւ ասենք մնացած հարցերը թողնենք։ Այսինքն ավելի շարունակական համալիր մոտեցում ենք դրսևորում, այսինքն դա կարող է սկսել սովորական գիշերային լուսավորությունից գյուղի, այնուհետև ներառի ջրի ծրագիր, արևային պանելների, վահանակների ծրագիրը եւ ավելի այդպես համալիր մոտեցմամբ մենք նաեւ դրանով կզարգացնենք կողքի գյուղերը, որտեղ նրանք էլ կներառվեն այդ խոժոռացույցի տակ կլինեն մեր եւ համալիր մոտեցման շնորհիվ գյուղերը ավելի էական հաջողություն կգրանցեն, ունենք դրանց վառօրինակները, դա ես միշտ չեմ զլանում եւ նշում եմ Դիտավան համայնքը եւ Խաչարձան համայնքները, երկուսն Տավուշի մարզում են գտնվում։ Մեր կատարած համալիր ներդրումների շնորհիվ մեր արգենտինահայ բարերարների նրանց մոտեցումն շատ յուրովի եւ օրինակելի այսպես ասած համալիր ծրագրերի արդյունքում գյուղում բացառապես հիմա չկա ոչ մի խնդիր, կապված ենթակառուցվածքների հետ, անգամ ուսանողները Խաչարձանում ստանում են փոխհատուցում ուսման վարձի բարերարների կողմից։ Մի խոսքով շատ գեղեցիկ մոտեցում է եւ գյուղը ամեն այցին զգացում է ինչ նոր ձեռքբերումներ ունի, ինչ մարդիկ ավելի ժպտադեմ են, չգիտեմ, կյանքից ավելի գոհ։ Քանի որ արդյունքներից ենք արդեն խոսում, դուք որպես առաջին հերթին որպես հայ, հետո նոր Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատակից ձեզ համար որ ծրագիրն է ավելի տպավորիչ եղել, որոնց արդյունքն է ավելի տպավորիչ եղել շահառուների հետ թեկուզ շփվելուց հետո։ Դե միանշանակ ամենաէմոցիոնալ առումով դա բնակարանաշինության ծրագրերն են, որ հենց Գյումրի օրինակով բերեմ,
ուղղակի հուզմունքը այնտեղ զսպել անհնար է, երբ մարդիկ 20-30 տարի ապրել են դոմիկային պայմաններում, կոպիտ ասած անմարդկային պայմաններում, չգիտեմ, կրծողների եւ խավարասերների ընկերակցությամբ, այսպես ասած, ու միանգամից հրաշք է կատարվում նրանց կյանքում, ունենում են մի բնակարան լուսավոր, որը նաեւ կահավորված է, տեխնիկայով հագեցած, այսինքն ոչինչ չի մնում իրենց հագուստները վերցնեն եւ ուղղակի տեղափոխվեն ապրելու, ու դա որ լինում էր անակնկալի տեսքով, էմոցիաները ուղղակի այտենց էմոցիաների հրաբուխ էր իրական։ Ինչպես կգնահատեք Հայաստան համայնքական հիմնադրամի տեղական մարմինների հետ համագործակցությունը եւ տարիների ընթացքում որքանով են նրանք ավելի շատ ներգրավվածություն ունենում տարբեր ծրագրերի իրականացման հարցում։ Իրականում բոլոր տեղական մարմինները ունեն իրենց ուրույն բնավորությունը, ամեն մեկը իր ուրույն ձեռագիր ունի եւ շատ հետաքրքիր է տարիների ընթացքում դե ավելի համակարգված է դարձել իմանալով նրանց տարբերությունները, մտածելակերպը, մոտեցումները եւ դրանք ամեն ինչը համադրելով գեղեցիկ ավելի համակարգված աշխատանք է ստացվում եւ բոլորն էլ ունեն իրենց ուրույն կետը այդ puzzle-ի մեջ, այսպես ասած, ամեն մեկը իր դերը եւ ճիշտ լրացնում է։ Խոսեցինք տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերից, առհասարական անդրադարձանք ոլորտներին, գիտեմ նաև որ հիմնադրամը մեծապես ուշադրություն է դարձում նաև մշակութային ոլորտին, այս ոլորտում եւ առհասարակ մնացած բոլոր ոլորտներում այս պահին ինչ ծրագրեր են իրականացվում կամ ինչ ծրագրեր են նախանշված առաջիկայում։ Ես ասեմ, որ Գյումրիում հենց նշեցի այդ բնակարանները, բնակարանշության մեջ շենքերը որ կան, հայտնի արդ 4 շենքը հիմա որ գոյություն ունի մարդիկ ապրում են, դա ավելի ընդլայնվելու միտում ունի, ինչու հենց մշակույթն եմ կապում դրա հետ, որտեվ այնտեղ հավաքվելու են նախատեսված է ծրագիրը Արցախի գորգագործության պահպանելու, զարգացնելու ավելի եւ հմտությունները փոխանցելու, այո, եւ այդ ծրագրում այդ բոլոր մասնագետները ոնց որ տենց հետաքրքիր ժամանակին համքարություններ կան, այդպես ինչ որ հետաքրքիր համայնք է ձևավորվելու եւ այնտեղ իսկական մշակութային եւ արվեստի կյանք է եռալու։ Նույն հենց Գյումրու շենքերի վերնամասերում է, ինչպես գիտեք, ունենք արվեստանոցներ եւ արհեստանոցներ, բարբերաբար այնտեղ տարբեր մշակութային գործիչներ, թե տեղացի, թե արտերկրի ժամանում են, դասընթացներ են կազմակերպում թե բնակիչների համար, թե արվեստով հետաքրքրված գյումրեցիների համար եւ բավականին հետաքրքիր մշակութային աշխուժություն է ձևավորվում։ Ունենք էլի ծրագրեր, ես հիմա կդժվարանամ դրանք հիշել այս պահին, բայց վստահ եմ դրանք եւս մի քանիսը կան ընթացիկ վիճակում։ Շատ լավ եւ վերջում ինչպես կգնահատեք հիմնադրամի գործունեությունը առհասարակ որքանով է կարեւորում։ Ինչպես ծրագիրն է կոչվում Հայաստանի կողքին, դա ամեն ինչ ասում է ինքն իրենով, այսինքն մեր աշխատանքները ամենօրյա ռեժիմով հենց դրան են նպատակաուղղված, եթե կան մարդիկ, որ ասում են, օրինակ, չգիտեմ, եթե Արցախի այդ էմոցիոնալ մասը հիմա բացակայում է մեր ծրագրերում, եկեք էլ շարունակենք, օրինակ, չգիտեմ, նվիրատվություն կատարել, բան, դա ուղղակի շփոթմունք է, չգիտեմ, կամ արդարացում, որպեսզի մարդիկ իրենց ձեռքը գրպանը չմեկնեն եւ ինչ որ մի խոսքով արդարացումներ են ման գալիս, բայց դա այդպես չէ, այսինքն ոչինչով պակաս կարևոր չեն են մյուս սահմանամերձ գյուղերը։ Միանշանակ։ Եվ անկախ ստեղծված իրավիճակից պետք է գիտակցել, որ կյանքը շարունակվում է, պետք է ուժեղանալ, առաջ գնալ եւ հիմնադրամի գործունեությունը միշտ եղել ու կարծում եմ դեռ երկար տարիներ կմնա կենսունակ։ Դա Աստված կարիքը չլինի, բայց կարծում եմ Չէ, դա ամեն դեպքում միշտ պետք է քայլել ժամանակին համահուն չամընթաց։ Ամերիկայի նման, այսինքն հզոր պետությունը ունի հիմնադրամներ բազմաթիվ, որ չգիտեմ, զինվորների կարիքներին ուղղված դրամահավաքներ են կազմակերպում, եթե Ամերիկայի հետ մենք ընդհանրապես չենք համեմատվում, բայց եթե նրանք ունեն կարիքը, ապա մենք առավել եւս։ Այո։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցն էր Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։